Ողջույն հարգելի վաղարշապատցիներ, հարգելի հայրենակիցներ, այս ընտրությունները մեզ համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ունենալու է կարևորագույն նշանակություն։ Սա ոչ միայն քաղաքային, այլ նաև քաղաքական ու արժեհամակարգային ընտրություն է։ Այս ընտրություններին մենք ներկայացրել ենք փորձառու բանիմաց մարդկանցով համալրված եւ ես հիմա ձեզ առաջարկում եմ եւս մեկ անգամ ողջունենք Գրիշա Հարությունյանին, Դավիթ Կարապետյանին, Ռիփկինե Մկրտչյանին եւ մյուսներին։ Չունի առաքելական եկեղեցու դեմ։ Նախ ինքը սուտ է ասում, որ ինքը երես, ովքեր չցանկանում եմ իհարկե, ամուսնացել ենք եկեղեցով եւ եկեղեցու միջոցով են նաև ամուսնանում, իսկ դրանից առաջ հոգևորականները անպայման կնուն կանցնելու նախապայման նախադրյալ ունեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը առաքելական եկեղեցու հետևորդ լիներ, ապա ինքը պետք է եկեղեցով ամուսնացած լիներ իր կողակցի հետ։ Այդպիսի բան չկա։ Հետևաբար հայ առաքելական եկեղեցու կանոնների համաձայն Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Հաջորդը Սրանք երբ որ ասում են, որ մենք առանձին եկեղեցականների դեմ ենք պայքարում, ես ձեզ մի զուգահեռ բերեմ։ Ուրեմն, երբ որ որոշեցին քանդել բանակը, ասացին, որ մենք առանձին զինվորականների դեմ ենք պայքարում եւ հայ ժողովրդին առաջարկեցին մեր քաղաքացիներին, որ փոխարինել զինվորականներին կլուպնիկով։ Այսինքն ասացին, սիրելի հայ ժողովուրդ, եկեք դուք մեզ օժանդակեք, աջակցեք, որպեսզի մենք զինվորականների միջոցով քանդենք բանակը, բայց այդպես չհայտարարեցին, թաքնված արեցին դա, բայց ասեցին փոխարենը մենք ձեր երեխաներին կլուպնիկով կկերակրենք։ Թե ինչ եղան այդ երեխեքի հետ, մենք տեսանք 44 օրյա պատերազմի ընթացքում, սրանք պատերազմ ու պարտություն բերեցին։ Հիմա նույնն են անում, ժողովուրդ ջան։ Այստեղ դրված է աշխարհաքաղաքական խնդիր, քանի որ ինքը եկեղեցու պաշտպանությունը մեր հայ առաքելական եկեղեցում։ Մյուսը քաղաքական մասը։ Սրանք պատրաստվում են վերարտադրության ու երրորդ ժամկետի։ Հայաստանի ոչ մի իշխանություն չի գնացել երրորդ ժամկետի։ Նիկոլ Փաշինյանի համար սա անվտանգության, սեփական կաշին փրկելու խնդիր է, Հայաստանի ու հայ ժողովրդի համար գոյաբանական եւ զարգացման խնդիր։ Ինքը խաբում է, թե խաղաղություն է բերելու, բայց բերելու է պատերազմ ու պարտություն։ Դրված է Հայաստանի Հանրապետության խնդիրը։ Վաղարշապատում տեղի ունեցող ընտրությունը հետեւաբար կարևորագույն նշանակություն է ունենալու եւ լուրջ համար։ Քաղաքական առումով Մայր Հայաստանը բնականաբար բացառելով որևէ առնչություն, որ ընդդիմադիր դաշտում կոնկրետ վարպետի ընտրություններն են ես հիմա ներկայացնում, մենք պատրաստ ենք ստանձնել ընդդիմադիր դաշտում մերանի կոնսոլիդացնողի դերը եւ դառնալու ենք ընդդիմադիր դաշտը միավորողի եւ ավանգարդի թիվ 1-ի դերակատարը։ Մենք պատրաստ ենք ստանձնել իշխանության պատասխանատվությունը եւ դա լինելու է քաղաքական պատասխանատվություն։ Մենք առանձին անհատների վրա չենք դնում այդ պատասխանատվությունը։ Մենք ամբողջ պատասխանատու ենք այն ծրագրի կյանքի կոչման համար, որը ներկայացնում ենք վաղարշապատցիներին։ Եվ մենք միասնական թիմային պատասխանատվություն Այդ կարգախոսը հիմա հասել է իր երրորդ հանգրվանին, այսպես ասած երրորդ հսկիչ փաթեթ ստանալը, Գյումրիում նպաստեցինք ՔՊ-ի իշխանազրկմանը, հիմա վաղարշապատում մենք հավակնում ենք իշխանության։
Միացիր, որ փոխենք կարգախոսությունը, վաղաշապատցիները, Էջմիածնի բնակիչները, Ոսկեհատի բնակիչները, Խոյի 17 գյուղի բնակիչները եւ ամբողջ հանրապետությունում առանց չափազանցության վստահեցնում եմ ձեզ, որ համայն հայության ազատության կենտրոնում վաղաշապատն է եւ վաղաշապատ ցույց է կախ։ Ու քանի որ առաջիկա օրերում շատ է հնչելու Մայր Հայաստան, համար 4, միացիր, որ փոխենք կարգախոսը, մենք հիմա որպես դիմակիցներ առաջին մարզումները կանցկացնենք այդ առումով, որպես համար 4 Մայր Հայաստան, իսկ կարգախոսը միացիր, որ փոխենք, միացիր, 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 սիրելի եւ վաղաշապատցիներ, հարգելի թիմակիցներ, բոլորս միասնական ջանքերով լծվում ենք աշխատանքի, ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի փոխելու է ձեր կյանքը ինչպես համայնքում, այնպես էլ ամբողջ հանրապետության, որ փոխել։ Միացիր! 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 Շատ ապրեք։